Բարի երեկո, այսօր տոն է, այսօր հունվարի 28-ն է, այսօր հայոց ազգային բանակի օրն է։ Տոն, որ իր հետ բերում է նաև հուշ ու հիշողություններ, կարոտ ու հպարտություն։ Կարոտ այն տղաների հանդեպ, որոնք չկան, եւ նաև մեզ հետ են միաժամանակ այն տղաների, որոնց շնորհիվ մենք այսօր ունենք այս տոնը ունենալու ուրախությունը։ Արցախյան պատերազմի ժամանակ բոլորը հավասար զինվորներ էին անկախ հասարակության մեջ ունեցած դիրքից, անկախ կրթությունից ու մասնագիտությունից։ Այսօրվա իմ զրուցակիցը մասնագիտությամբ բժիշկ է, Արցախյան ազատամարտի տարիներին ազատամարտիկ։ Երևան բժշկական կենտրոնի տնօրեն Տարոն Տոնոյան, բարի երեկո։ Բարի ձեզ։ Նախ շնորհավոր եմ տոնի առիթով ու մտածում եմ դուք էլ շնորհավորելու ցանկություն կունենաք ձեր մարտական ընկերներին, այսօրվա զինվորականներին։ Անշուշտ շնորհավորում եմ ոչ միայն մեր մարտական ընկերներին, այլ ողջ հայ ազգին։ Բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն ունեցել են եւ դեռ չեն հասցրել ունենալ նաեւ, որովհետեւ բանակը մեր համար անկախության խորհրդանիշ է, բանակը մեր համար սուրբ է, եթե չափազանցություն չէ, այդպես պետք է ասել։ Հաճախ եք ասում, թե մեր բանակը ժամանակ չունեցավ խաղաղ պայմաններում ձևավորվելու, կազմավորվելու, ամրանալու եւ այդ ամեն ինչը զուգորդվեց պատերազմական գործողություններով, Արցախյան ազատամարտով։ Հիշենք մի քիչ, գնանք դեպի այդ օրերը։ Հիմա անցյալը հաճախ է զգացնել տալիս իրան այս օրերի մեջ, անցյալը հաճախ է գալիս մխրշվում ներկայի մեջ, ու որ գալիսը հետը ինչ է բերում։ Ճիշտ ասած, ես պիտի ասեմ բարեբախտաբար, ես հիշելու շատ ժամանակ չեմ ունենում, որովհետև զբաղված եմ բավական ամբողջ օրը անցնում է ինտենսիվ աշխատանքի մեջ եւ դա ասում եմ բարեբախտաբար, որովհետև եւ կարծում եմ շատերը պետք է ովքեր որ այդպես են հագեցված աշխատանքային օրով են անցկացնում, դա նշանակում է նորից շարունակվում է բանակաշինությունը, շարունակվում է երկրի անկախությունը ամրապնդելը, շարունակվում է հայրենիքին ծառայելը։ Ես անձամբ չեմ սիրում շատ հուշեր, որովհետև անընդհատ ուզում եմ, որ մենք բոլորս միշտ առաջ նայենք։ Սակայն հաշվի առնելով, որ սերունդ է մեծանում, երբեմն ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն կա, մանավանդ այս օրերին անդրադառնալու, հետադարձ հայացք ձգելու եւ մատուցելու, ճիշտը բայց մատուցելու։ Եվ որ այդ անցյալը գալիս է իր հետ ինչ է բերում, ցավ, կարոտ, հպարտություն, ոգևորություն։ Ես մի քանի առիթներ եմ ունեցել այդ մասին բարձրաձայնելու, որ եթե մեկ բառով ասեմ, անձամբ ես եւ կարծում եմ նաև այն մարդիկ, ովքեր այդ օրերին գտնվում էին ռազմաճակատում, մեզ համար դրանք գուցե խորթ հնչի, բայց այդպես է, դրանք մեր կյանքի երջանիկ օրերն էին։ Ծանր, ողբերգական, ցավալի, բայց երջանիկ, որովհետև մեզ համար ամենամեծ գաղափարը հայրենիքի զինվոր լինելն էր եւ մենք գտնվում էինք այնտեղ, որտեղ մեր կարիքը իրոք կար, մեր անհրաժեշտությունը կար։ Իսկ դա կարծում եմ հայ մարդու համար երջանկություն է արդեն։ Երբ էր սկիզբը, երբ էր որ պատերազմը եկավ խառնվեց ձեր օրերին, կամ դուք գնացիք խառնվեցիք պատերազմին։ Սկիզբը Բաքվի ջարդերին հաջորդած Գուսան Համազասպ օպերայի հրապարակում, ազատության հրապարակում կոչ արեց ժողովրդին արդեն, որ մեր հայրենակիցներին կոտորում են եւ այլն, եւ այդ օրվանից մենք սկզբում ես զինվորագրվեցի Սասունցիների ջոկատին, Մեղրի գնացինք մեր ջոկատով եւ այլն, այնուհետեւ Դաշնակցությանը զինվորագրվեցի եւ 91 թվականին դեռ Շուշին գրաված չէր, դեռևս սովետական զորքեր կային, ռուսական զորքեր կային Ղարաբաղում, մենք ուղղաթիռով իջանք մեր վաշտով իջանք Թաղլար գյուղ, մեծ Թաղեր գյուղ։
դա էր սկիզբը։ Իսկ մինչև գնալ այստեղ սովորում էիք, ավարտել էիք։ Ասեմ ձեզ, որ ես քանի որ արդեն Սասունցիների ջոկատի մեջ կայի, դա արդեն համարվում էր, որ փորձառություն ունեի, բայց մեր բոլոր ընկերները, ովքեր որ փորձառություն չունեին, պարտադիր մարզումներ էին անցկացնում բյուրականում, տարբեր տեղեր, փորձված ընկերներ, մեր սփյուռքահայ ընկերները, ովքեր արդեն պատերազմի փորձ ունեին, Լիբանանյան, Պարսկաստանի եւ այլն, մարզում էին մեզ։ Իմ խոսքը լավ է որ դասացիք, բայց իմ խոսքը վերաբերում էր հարցը վերաբերում էր ոչ թե զինվորական գործը սովորելուն, այլ այստեղ մասնագիտական։ Մասնագիտական ճիշտն ասած դա բավական, այսպես ասած, որոշումը կայացվել է օրերի ընթացքում։ Ես պետք է վերադառնայի նորից, որ արդեն նոր էր ձևավորվում մեր բատալյոնը, առանձնակի գումարտակը, Դաշնակցության առանձնակի գումարտակը Շուշիի նոր էր ձևավորվում, եւ այդպես վճռվեց եւ այդպես որոշում կայացվեց, որ ես պետք է գնամ որպես բժիշկ եւ նույնիսկ տեղը ասվեց, որտեղ Հադրութի շրջան։ Ես գնացի Հադրութ, իմ համար բացարձակ, այսպես ասած, կարճ ժամանակ հետո հասկացա, որ շատ հարազատ տեղ է, որը ես հիմա իմ երկրորդ տունն եմ համարում։ Գնում եք երբեմն։ Այո, իհարկե։ Ասում եք բարեբախտաբար ժամանակ չունեմ հիշելու, ես մի քիչ զարմացա, այսինքն նաև փորձեցի հասկանալ, որ իհարկե այդ հիշողությունները միշտ ծանր են, բայց որ այդ հիշողություններն են, չէ՞ որ տանում են նորից այդ ճամփաներով։ Ես ասեմ ինչու ասացի բարեբախտաբար, որովհետև երբ որ շատ ես հուշերով տարվում, նշանակում է անելիք չունես եւ ապագայից արդեն ընկել ես հուշերի գիրկը։ Այդ իմաստով, այսինքն ես կուզեմ, որ մենք բոլորս ժամանակ չունենանք հուշերի։ 70-ից հետո կգրենք գուցե ինչ-որ, ով կգրի իհարկե, թող գրի այդ ժամանակ, թող գրեն, բայց հիմա գործի ժամանակն է աշխատելու։ Այդ ժամանակ ցավոք սրտի շատերին տրված չէ, ովքեր աշխատունակ են, կարող են դեռևս արարել, ստեղծել, երկրի պաշտպանունակությունը բարձրացնել, բայց վիճակված չէ։ Սա հարցի։ Դա առանձին թեմա է, միգուցե այսօր էլ շոշափենք։ Այն ժամանակ բժշկական բուհը արդեն ավարտել էիք։ Ինտերնատուրան ոչ, այն ժամանակ ինտերնատուրա էր, բայց 6-րդ կուրսը վերջացրել էի, եւ ես պետք է ինտերնատուրան անցնեի ինչ-որ մի տեղ, որտեղ կա հիվանդանոց եւ այլն։ Ես գնացի եւ ինտերնատուրան անցակ արդեն մարտի տաշտը։ Այդպես ստացվեց, այո։ Հետաքրքիր է, հա, ինտերնատուրան եւ թողնում եք, գնում եք այնտեղ եւ այդ փորձը, որ պիտի տար ինտերնատուրան արդեն ռազմաճակատում։ Լավ, դուք գնացիք, ասում են նաեւ ընտանիքն եք տարել, կին երեխա, հա։ Այո։ Հադրութը դեռ ռմբակոծվում էր, Հադրութի շրջակայքը Հադրութից մինչև 6 կիլոմետր հեռավորության վրա 6 կիլոմետր հեռավորության Քոչբեկ գյուղ կար։ Դրա տակ թուրքերի դիրքերն էին։ Դրա համար հիվանդանոցը չէր գործում եւ հիվանդանոցի անձնակազմը տեղափոխվել էր Հադրութի շրջանի գործկոմի շենքի ներքնահարկում, նկուղում տեղակայվել էր մեր, այսպես ասած, հոսպիտալը։ Բավական, այսպես ասած, ուղղակի թեկուզ մենակ այն հանգամանքը վիրավոր իջեցնելը նկուղ եւ ընդեղից վիրավոր տեղափոխելը, դա ավելի մեծ հոգս էր արդեն, քան վիրավոր բուժելը։ Գուցե դες տարօրինակ բան եմ ասում, բայց ուղղակի տանջանք էր դա, որովհետեւ մենք էլ էինք մասնակցում այդ բեռնակրությանը, այդ չարչարանքներին, այդ բեռներ էին գալիս, որ դեղորայքներ եւ այլն ձևավորված չէր, ստրուկտուրաներ չկար, թե ով պետք է անի, այդ կամած ընթացքում դուք որ ասացիք բանակը ժամանակ չունեցավ, մեր բանակը այո ժամանակ չունեցավ, բայց բավական արագ ոտքի կանգնեցինք եւ կառուցվածքները, ենթակառուցվածքները բավականին արագ ձևավորվեցին։ Հիշում եք առաջին գործողությունը ռազմաճակատում որպես բժիշկ, բուժօգնություն լինի, թե վիրահատություն։ Չգիտեմ, եթերից արժի դա հնչեցնել թե ոչ, բայց
Բերեցին մի վիրավորի, այդ ժամանակ դեռ ես գոսպիտալի ղեկավար չէի եւ ավակ վիրաբույժ չէի։ Այդ ժամանակ ցավոք սրտի հիմա չկա, Ալեքսանյան Գառնիկն էր վիրաբույժը եւ բուժծառայության ղեկավարը նա էր, որը այդ օրը բացակայում էր շրջանից, ինչ-ինչ պատճառներով։ Վիրավորին բերեցին Վանաձորցի մի տղա էր։ Անունը Յուրա, դա լավ հիշում եմ։ Եվ հրազենային վիրավորում ուներ։ Թափանցող վերք էր, վնասվել էր ձախսստափոշի շրջանում մուտքներ, 3 գնդակի եւ դուրս էր եկել կոնքազդրային հոդը վնասելով, այնուհետև վիրահատության ժամանակ պարզվեց, որ սիգմայաձև աղիքն էր վնասված, փորձ չունեի, բայց անեստեզիոլոգը Երևանից եկած Թորոսն էր։ Թորոսն ասեց, Տարոն, ինչ պետք է անենք, ասի պիտի վիրահատենք, ասեց կարող ես, ասի դե ճարներս ինչ, պիտի վիրահատենք այս մարդուն։ Ու ճիշտն ասած նշտարը դե հուզումը առաջի անգամ լուրջ մեծ վիրահատություն պիտի անեմ։ Հավանաբար ուսանելու տարիներին լավ սովորելս եւ միևնույն ժամանակ ուսանելու տարիներին դեռ երկրորդ կուրսից ես վիրաբուժական բաժանմունքներից տուն չէի գնում, բառից բուն իմաստով, դա փրկեց ինձ, բայց հուզումը այնքան շատ էր, որ նշտարը միանգամից երբ որ հատեցի, ոչ միայն մաշկը հատեցի, այլև մաշկը, ենթամաշկը եւ ապոնևրոզն էլ հետը միասին հատվեց, հիմա վիրաբուժներ կլսեն եւ կզարմանան, այս անեստեզիոլոգը մտածեց, որ ես չափազանց փորձված վիրաբույժ եմ, որտես միանգամից ճիշտ հասա այնտեղ, մնացել էր որովայնամիզը բացել եւ մտնել որովայնի խոռոչ։ Դա էր առաջի վիրահատությունը, որը բարեբախտաբար բարեհաջող ավարտվեց, ամեն ինչ լավ ելք ունեցավ, ճիշտ է երկար աշխատեցինք, բնականաբար, որովհետեւ բայց լավ ստացվեց ամեն ինչ։ Յուրային առողջ հետագայում, այսպես ասած, տեղափոխեցինք դեպի Երևան։ Գիտեք, հիմա իմ ձեռքի տակ կա մի տեսագրություն, փոքր մի տեսագրություն, էլի ռազմաճակատում, այդպես ասեմ, հա, մարտական վիճակում եւ բժիշկ Տարոն Տոնոյանը էլի վիրահատություն է անում։ Չգիտեմ, սա ձեզ համար անակնկալ կլինի թե չէ, նայենք, շատ կարճ տեսանյութ է։ Համեցեք։ Чуть. Мне еще и коробочка. Հիշեց Տարոն Տոնոյանը այս դեպքը երբ էր, որտեղ էր։ Այո, իհարկե ես հետո սա ինձ հարազատ ընկեր է, Սմբատն է, որը ցավոք սրտի հիմա Ռուսաստանի Դաշնությունում աշխատում է, բայց սա մեծ վիրահատություն չի տարել Սմբատը, ճիշտ է, վնասվել էր կրծքամկանը եւ որոշ նյարդեր, որը հետագայում Ես նայեցի, բավական մեծ բեկոր է, հա։ Հա, բայց չէ, թափանցող չէր։ Դա դեռ այն վիրահատությունը չէ, որ ես պիտի ասեմ, որ հիմա, երբ որ արդեն մենք
այստեղից մեր ժամանակակից մոտեցումներով երբ որ նայում ենք, ես մտածում եմ, որ դա լավ չէր, որ 27 տարեկան երիտասարդ նոր ավարտած վիրաբույժը պիտի գլխավորեր Ֆիզուլու ռազմադաշտային հոսպիտալը, որոշումներ կայացներ եւ գուցե շատ ճիշտ որոշումներ կայացնելու հետ նաեւ չի բացառվում սխալ որոշումներ եմ կայացրել եւ այլն, բայց դա էր ճանապարհը։ Չկար այլ ընտրանք, վստահեցնում եմ, եթե լիներ այլ ընտրանք։ Եվ ինձ զարմացրեց այս վիրահատություն, ասեմ, հա, վիրահատության ժամանակ այն թեթևությունը, նույնիսկ այսպես ժպիտը, այսինքն չկա հայ ծանր զգացողությունը։ Չէ, արդեն եթե գիտեինք հիվանդին վիրավորին չենք կորցնում, արդեն եթե մեր վիրավորը այդպես է բրծել, դա արդեն մեծ, գիտեք, շատ հենց դրա համար չեմ ուզում ես հիշել, շատ ցավալի դեպքեր ենք ունեցել, շատ, երբ որ վիրավոր է, բայց արդեն գիտես, որ շանս չունի ապրելու, իսկ ինքը աղերսում է քեզանից կյանք, ասում է բժիշկ ջան, ինչի չեք վիրահատում ինձ, երբ որ արդեն մենք գիտենք, որ ողնուղեղով է անցել եւ 4 վերջույթները ողնուղեղը հատված է ամբողջովին, բայց գիտակցությունը տեղում է ամեն ինչ։ Ասում է 4 երեխա ունեմ, բժիշկ ինչի չես փրկում իմ կյանքը։ Բարդ։ Լավ, ինչ վերցրեց, ինչ տարավ այդ ժամանակահատվածը կյանքի ձեզնից եւ ինչ բերեց, ինչ տվեց։ Ինչ տարավ։ Երևի թե շատ երիտասարդ եմ եղել, չեմ զգացել, որ ինձանից այ հիմա լիներ չէի դիմանա հաստատ։ Իսկ այն ժամանակ երիտասարդ էինք, շատ երիտասարդությունը շատ մեծ առավելություն է, այո, բնականաբար։ Իսկ ինչ տվեց մեզ հպարտություն, շնորհեց մեզ կյանքի ամենամեծ զարթով լավագույն ընկերներ պարգևեց, տվեց ավելի ամուր ու հաստատակամ ապրելու իրավունք, վաստակեցինք դա, խիղճներս հանգիստ է մի խոսքով, սա ամենակարևորն է։ Մարտական ընկերությունը այլ կարգի է։ Միանշանակ։ Մարտական ընկերությունը տարբերվում է այն ընկերություններից, որ երբ որ չես տեսնում, սկսում է խունանալ այդ ընկերությունը։ Մարտական ընկերության վրա դարից դեռ չեմ զգացել, չի ազդում կարծես թե, որովհետև շփումների ժամանակ նորից դու երիտասարդանում ես, դառնում ես այն տարիքին, ինչ որ հանդիպել էիք այն ժամանակ։ Ես ճիշտ եմ, որ մարտական այսպես բան ընկերություն ունեք պրոշյանցիների հետ, Պետո, Հրաչ, Կարոտ։ Դե ես էլ եմ պրոշյանցի, մենք մի դպրոցում ենք սովորել, մի տարվա տարբերություն է եղել, մենք իրար հետ ենք, այսպես ասած, պրոշյանի ջոկատը ձևավորվել է, միասին ենք եղել, բայց պատկերացրեք, ասենք թե որ Պետոն, որ զոհվեց, չկարողացա գալ հուղարկավորությանը, որովհետև դա արդեն ավելորդություն էր այդ ժամանակ, մնալ էր պետք այնտեղ։ Հրամայող չկար, որ չպետք է գնաս։ Ուղղակի արդեն իմաստ չկար, հարկավոր էր մնալ եւ գործ անել։ Սա էր։ Այն ժամանակ հասկանալի է ռազմական լայնածավալ գործողություններ, հոսպիտալներում, հիվանդանոցներում, շատ վիրավորներ, հիվանդներ, բուժօգնության կարիք ունեցողներ, բայց ընդհանուր առմամբ առողջ հասարակություններ։ Գիտեք ինչ, դժվարություններ այն ժամանակ էլ կար։ Եթե ասենք, որ այն ժամանակ իդեալական վիճակ էր եւ հիմա ամեն ինչ այն չէ, այն ժամանակ էլ իր դժվարություններն ուներ։ Բայց իհարկե ամենակարևորը նա էր, որ կար
մեկ կարևոր բան, որը բազմաթիվ անգամ մարդիկ ասել են, դարեր շարունակ եւ դեռ պետք է ասեն, դա համար առաջինը այն նպատակն էր, որի շուրջ ամբողջ մեր ազգը համախմբվել էր եւ սիրով էր համախմբվել, ոչ թե հրամայականով կամ կեղծ դրդապատճառներով։ Սա է ամենակարևորը։ Չհասկացողներ, փախչողներ այն ժամանակ էլ կային, կլինեին անպայման։ Բնականաբար, ամեն մարդ չի կարող նույն չափանիշներով ծնվել, ամեն մարդ հերոս չի ծնվում, ամեն մարդ գիտնական չի ծնվում, ամեն մարդ իր կոչումն ունի այս կյանքում։ Բայց այդ ժամանակվա միտքը մեկն էր, հայրենիքի ազատագրումն էր, դրա համար էլ հաղթեցինք։ Եվ այդ միտքը առողջացնող միտք էր, համախմբող միտք էր, իրար կողքի բերող միտք էր, ընդհանուր առմամբ էլի կրկնվեմ առողջացնող միտք էր։ Եվ չգիտեմ, տպավորությունս այն է, որ այն ժամանակ ամեն դեպքում այդ ձեր նշածով հանդերձ ավելի առողջ հասարակություն ունեին։ Պատասխանեմ մի դիպված պատմելով։ Իմ դասախոսներից մեկին հանդիպեցի, եկել էր Ֆիզուլի, արդեն երբ որ գրավել էինք Ֆիզուլին, մոտեցավ եւ ասեց, եւ այդ օրը վիրավորներ կային, զոհեր կային, եւ զոհերի դիակները դրված էին այդտեղ։ Խոսեցինք իրար հետ, ինքը ասեց, Տարոն, ինչ լավ է, չէ՞։ Ես մի պահ չհասկացա, բայց հիմա իրեն հասկանում եմ։ Ասի, ինչն է լավ, ընկեր Պետրոսյան։ Ասեց, մենք մաքրազարդվում ենք։ Սա էի ուզում, երևի բառը չգտա, դա էի ուզում ասել։ Ինքը ասեց, մենք մաքրազարդվում ենք, բայց պիտի ասեմ, որ ցավոք սրտի այդ մաքրազարդելը կարճ ժամանակ տևեց։ Հետո նորից սկսեցինք հիվանդանալ եւ հիմա հիվանդ ենք։ Հիմա մենք ավելի շատ հիվանդ հասարակություն։ Միանշանակ հիվանդությունը ավելի շատ է, քան առողջ։ Մենք հիմա բավականին հասարակությունը միանշանակ հիմա հիվանդ է։ Եվ հասարակությունը վիրաբուժի կարիք ունի։ Դիագնոզը որն է, բուժումը որն է, ըստ բժշկի։ Դիագնոզը հետևյալն է, որ պետք է ժողովուրդը ղեկավարվի, հասարակ բառ եմ ասում, երկիրը, հայրենիքը, ժողովուրդը սիրող մարդկանց, ինքնազոհության պատրաստ գնացող մարդկանց միջոցով։ Մնացած հարցերը ածանցյալ են, ուսյալ պետք է լինեն եւ բազմաթիվ հատկանիշներ կան, դրանք ածանցյալ են։ Կարևորը անսահման սերը պետք է լինի հայրենիքի հանդեպ։ Եվ այդ կուր թիմը պետք է լինի։ Մեկ մարդով ոչինչ չի ստացվելու։ Պետք է կարողանալ դա անել, պետք է կարողանալ հաղթահարել գայթակղությունները, պետք է կարողանալ դառնալ մեր պատմության մեջ ունենք այդ մեծ աստղաբույլը, ովքեր սովի ճիրաններում մնացել են, բայց մնացել են իրենց բարձունքի վրա, որպես պետական մեծ այրեր են մնացել։ Դրա համար ունեցանք առաջին հանրապետություն, դրա համար ունենք այսօր երկիր, Հայաստանի Հանրապետություն։ Վիճակը անհանգստացնող է, բայց դրամատիկ չէ, իմ կարծիքով հիմա, բայց անհանգստացնող է։ Կարծում եմ մի քիչ ավելի շատ խուճապի են հիմա մատնված, ես կարծում եմ, որ այսօրով ես ոչ թե բանակի օրն է, դրա համար ուզում եմ նաև լավատեսական շեշտադրումներ մտցնել ասածներից մեջ, բայց իրականում հասարակությունը հիվանդ է, բայց կա այդ ճանապարհը, այդ ելքը կա, եւ սա ոչ թե ինչ-որ պոետական բան եմ ուզում ասել, որ Փյունիկյան թռչունի նման բան, դեռ բանը դրան չի հասել բնականաբար, եւ Աստված մի արած թե դրան բանը չի էլ հասնելու։
ուղղակի օրգանիզմ է, շրջան է անցնում, կարելի է նաև փիլիսոփայորեն նայել այդ հարցին։ Եվ պետք է ասել, որ երկրի հետ կապ չունեցող մարդիկ ես մեր հանրապետության, մեր անցյալի հետ, ես հիշում եք քիչ առաջ մեր խոսքի մեջ ինչ ասացի, որ բոլորի տոննել եմ շնորհել, ովքեր որ բանակը չգիտեն դեռ ինչ է, եւ բանակի համար ոչինչ չեն արել։ Բայց բանակը նաև Ոչինչ, նրանք բանակի համար ոչինչ չեն արել, բայց ազնիվ նկարիչ է գուցե նա, ու ինչ որ ովքեր ազնիվ ապրում են։ Սա է ամենակարևորը։ Լավ, մեզ շատ քիչ ժամանակ է մնում, 3-4 րոպե, 1-2 հարց նաև սոցիալական ցանցից, քանի որ մենք չխոսեցինք նաև ազատամարտիկների այսօրվա սոցիալական վիճակի մասին, այստեղ հարց կա։ Հիմա իրական հարցերը վիրտուալ տարածքից։ Գայանե Գևորգյանը նախ շնորհավորում է ձեզ տոնի առիթով եւ հարցնում ինչ օգնություն է տրամադրում կենտրոնը Արցախյան ազատամարտի զինվորներին եւ այսօրվա սահմանը պահպանողների համար, չնայած որ կա հոսպիտալ ասված է։ Մենք մեր բժշկական կենտրոնը, Երևան բժշկական կենտրոնը, նախկին 6-րդ հիվանդանոցը 2007 թվականից մենք որպես ոչ պետական հիվանդանոց աշխատել ենք առանց պետության աջակցության, առանց պետական պատվերի եւ ելնելով այն հանգամանքից, որ մեր անձնակազմի մեջ կան բժիշկներ Ղարաբաղի պատերազմով անցած, որ մեր ընկերները հաճախ են մեզ դիմում եւ մեր պարտքը համարելով մենք ամեն տարի մայիս ամիսը որպես հաղթանակների ամիս կազմակերպում էինք բաց դռների օր մեկամսյակ զոհվածների ընտանիքների համար։ Ամեն տարի 5 տարի շարունակ մենք արել ենք այդ ձեռնարկը, լավ արձագանքներ ենք ունեցել։ Մեր կոլեկտիվն էլ բոլորը մեկ մարդու նման լիարժեքորեն առանց տրտնջալու գիշեր-ցերեկ իրոք աշխատել ենք։ Բայց պետք է ասեմ բարեբախտաբար հիմա արդեն գուցե մեր աշխատանքի երկարատև աշխատանքը եւ ճիշտ աշխատանքը, բացի նրանից, որ բուժկենտրոնը արդեն այնքան է կայացել, հզորացել, որ կարող է պետության հետ պարտնյոր լինել, հիմա պետությունը արդեն մեզ պետական պատվեր է հատկացրել եւ մենք այժմ արդեն 3 ամիս է մենք ուժային կառույցների հետ, Պաշտպանության նախարարության, Արդարադատության, Ներքին գործերի, արտակարգ իրավիճակների ընտանիքի անդամներին, ազատամարտիկներին եւ զոհված ընտանիքի անդամներին պետպատվեր ունենք եւ կարող ենք անվճար սպասարկել։ Շնորհակալություն։ Հովհաննես Կարապետյանը հարցնում է իմ ընկերներից մեկը քարավաճառում ծառայելու ժամանակ 92-ից 94 թվականներին ցերտահարվել է։ Նա այժմ տառապում է, ինչքան գիտեմ, օկլուզիան կոչվող հիվանդությամբ։ Մեր հարգարժան Պաշտպանության նախարարության բազմաթիվ խնդրանքներից հետո ընդառաջել է Պաշտպանության նախարարությունը եւ նա կարճ բուժման կուրս է անցել Մուրացանի զինվորական հոսպիտալում։ Սակայն հիվանդությունը չի բուժվել եւ ասել են գնատուն այլևս չենք կարող քեզ այստեղ պահել։ Հարցը. ինչ կարող է անել նա, որպեսզի բուժվի եւ եթե արդեն ապմուտացիայի կարիք կա, գոնե դրանով սահմանափակվի, այլ ոչ թե սկսի ավելի բարդ process։ Ասեմ, որ նա 2 անչափահաս երեխաների հայր է։ Նշածս հիվանդությունը բուժում են Իսրայելում, բայց ընկերս միջոցներ չունի այդ բուժումը ստանալու համար։ Մի քիչ կասկածում եմ, որ նման հիվանդությունը կարելի է Իսրայելում բուժել։ Այդ հիվանդությունը անհրաժեշտություն ունի տարվա մեջ 1-2 անգամ մինիմում բարբերաբար բուժումները ստանալ։ Նպատակը արյան շրջանառության կարգավորելն է ստորին վերջույթների, որ հիվանդությամբ, որ այդպես դիագնոզ դնելը, այդպես ասել մի քիչ դժվար է, եթե իսկական օկլյուզիայի ընդամենը 1 հատված կա, այո, շունտավորում դրվում է, անոթի շրջանցող շունտ են դնում եւ ոտքը փրկում են։ Խնդրեմ թող գա ցանկացած աշխատանքային օր, թող դիմեն մեզ, մենք կնայենք, կախտորոշենք եւ կարծում եմ օգտակար կլինենք։ Շատ լավ։ Ավարտենք մեկ անգամ էլ։ Շնորհավոր, թեև մեր զրույցը առանձնապես այսպես շատ տոնական չստացվեց, բայց հիմա գիտեք, տոնական ասելով հասկացվում է տեսակ այդ բարձրագույն խոսքերը, կարծում եմ ճիշտ զրույց էր, եթե ոչ այսպես, հա, շատ բարձրագույն։ Չգիտեմ, դուք ուղղորդեցիք այդ ուղղությամբ, Արտուր, ես պատասխանեցի ձեր հարցերին, բայց այսօր միանշանակ մեր համար իրոք մեծ տոն է, ուզում եմ կրկնել դա, որովհետև
մենք տոնում ենք մեր բանակի 22-ամյակը, այսինքն 22 տարի մենք մեր պապերի երազած ազգային բանակը ունենք արդեն։ Դրանից ավելի մեծ տոն ամեն մարդ յուրովի է ուրախանում։ Մենք էլ այսպես ենք ուրախանում։ Շնորհակալ եմ։ Այսքանը սա երկրի հարցի ծրագիրն էր, ես այսօր զրուցում էի բժիշկ ազատամարտիկ Երևան բժշկական կենտրոնի տնօրեն Տարոն Տոնոյանի հետ։ Լավ մնացեք։